Մարտի 30-ին Նինոց-Մինդայում անցկացվեց սեղանի թենիսի բացառաշնություն, որտեղ բացի Վրաստանից մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության մարզիկները։ Խաղերն անցան բարձր մակարդակով։ Միջոցառմանը ներկա էին Նինոց-Մինդայի ավագանու եւ քաղաքապետարանի պաշտոնյա անձիկ, հյուրեր, երկրպագուներ։ Երեկվանից էր սկսվել Նինոց-Մինդայի բացառաշնությունը, մասնակցում են տարբեր շրջաններից, ունենք հյուրեր Ծալկայից, Ախալքալակից եւ Հայաստանից։ Թվով գրեթե մասնակցում են 150 մարզիկներ։ Այսօր եզրափակիչ խաղերն են։ Շատ լավ է, որ այսքան մասնակից ունենք, շատ լավ է, որ փողոցներից երեխաները կտրվում, գալիս մասնակցում են այսպիսի մրցաշարերին, լավ կլինի, որ տարբեր մրցաշարեր տեղի ունենան մեր շրջանում։ Ունենք Ժանովականը մասնակցեց 9 մարզիկով, ունենք եզրափակիչ հաղթողներ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին եւ սպորտ դպրոցին, որ կազմակերպում են այսպիսի առաջնություններ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի բաժնին, որ նույնպես աջակցում է այսպիսի մրցաշարերին։ Այսպիսի մրցումների հաճախակիությունը տալիս է մարզիկներին ուժ, եռանդ, ձգտում հասնելու առավելագույնին։ Վերջիններս ձեռք են բերում նաև փորձի փոխանակում։ Մարզական միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Նինոց-Մինդայի Կովկասյան ռիթմեր դհոլի խմբակիսաները։ Ռամազի Խիմիկաձևար։ Ես Ռամազ Խիմիկաձեն եմ, Ծալկայի շրջանի սեղանի թենիսի մարզիչը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպել են այս մրցաշարը։ Սա շատ կարևոր է ապագայի առաջընթացի եւ սպորտի զարգացման համար։ Ինչքան շատ կազմակերպվեն նմանատիպ հանդիպումներ, այդքան շատ կկարողանանք երեխաներին կտրել փողոցից, զարգացնել սպորտն ու առողջ ապրելակերպը Վրաստանում։ Իմդենատ մեծ իքնեբա սպորտուլի ակտիվոբա դա ջամթելի ცხოვრება საქართველოში։ Այս տարի արդեն ավանդույթ դարձած սեղանի թենիսի բացառաշնությանը մասնակցում էր նաև Դիլիջանի թիմը։ Մարզիչն իր խորին շնորհակալությունը հայտնեց Նինոց-Մինդայի սպորտի ծառայությանն ու մարզադպրոցին նման միջոցառումներ հաճախակի իրականացնելու համար։ Մասնակցում ենք պետությունից դուրս առաջի անգամ, պետության մեջ Հայաստանում մասնակցել ենք շատ անգամներ, տպավորությունը շատ մեծ մրցում էր, մեծ պայքար կար, տվեցինք բավականին լավ արդյունքներ, 2 տարիքային խումբ ունեցանք առաջի եւ երկրորդ տեղ, մյուս տարիքային խումբը պայքարում էր ֆինալում։ Կրվածներին կցանկանամ չհուսաթափվել, կրկին պարապել, միջև հասցնել առաջին տեղ, կրածներին էլ կցանկանամ շարունակել։ Ես համար շատ հաճելի որ անգամ մասնակցեցին ինքնիվեր, Նինոց-Մինդայից, Ախալքալակից, Ախալցիքից եւ Ծալկայից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքից։ Ասենք որ լարված գեղեցիկ խաղեր են եւ ընդհանրապես վերջին տարի չեմպիոնների Ռուբեն եւ Սամսիկան շատ լարված գեղեցիկ, այսինքն մակարդակով Եվրոպական համաշխարհային մակարդակով այտարի երեխաների գեղեցիկ լավացած, որի համար մենք իսկապես չխնայեցինք այդ ժամանակը, որպեսզի վայելեինք այդ գեղեցիկ խաղը։ Ինչպես յուրաքանչյուր խաղում կան չեմպիոններ, կան հաղթողներ, կան մարզիկներ։ Նշենք, որ սեղանի թենիսի բացառաշնությունն կազմակերպվել էր Նինոց-Մինդայի քաղաքապետարանի ու մարզադպրոցի նախաձեռնությամբ։